Ողջույն, Բուն TV podcast-ային տաղավարում է արհեստական ընդդեմ բանականի podcast-ը։ Ձեզ հետ է Անուշիկ Գևորգյանը։ Այս podcast-ի շրջանակում քննարկում ենք արհեստական բանականությունն ու նրա զարգացումները, ինչպես նաև նրա ազդեցությունը տարբեր ոլորտների վրա։ Այսօր զրուցելու ենք Կայծեր AI ինկուբատորի հիմնադիր Մարիամ Դիլբանդյանի հետ։ Բարև ձեզ, Մարիամ։ Բարև Անուշիկ ջան, ուզում եմ ներողություն խնդրեմ, որ այսքան ամիսը հրավիրում էի, վերջապես գտա ժամանակ ու եկա։ Իրոք շատ եմ ուզում AI-ի մասին խոսեմ, ժամանակը ու բանը կարողություններս ոնց որ չի հերիքում բոլոր առաջարկները ընդունել, բայց այս մեկը ընդունեցի վերջապես։ Շատ շնորհակալ եմ, որ իրոք ստացվեց վերջապես հյուրընկալվել մեզ ու այսօր մենք ձեզ հետ փակելու ենք նաև մեր եթերաշրջանը, ինչի համար շատ ուրախ եմ, որ հենց ձեզ հետ ենք փակելու ու ասեմ թե ինչի ես ուզում, որ դուք գաք այստեղ մեզ հյուր, որովհետև դուք այս ոլորտի եզակի կին հիմնադիրներից եք։ Ոչ միայն Հայաստանում, առհասարակ այս ոլորտում տղամարդիկ գերակշռում են։ Ու շատ կարևոր է էլի խոսել նաև այն կանանց հետ, թե ինչ մարտահրավերների եք հանդիպում, միգուցե ինչ որ առավելություններ ունեք, որ չունեն մյուսները։ Ու շատ հետաքրքիր է էլի ոնց մտակ այս ոլորտն ընդհանրապես։ Իմ խնդիրը ավելի մեծ է, քան կին կամ տղամարդ, իմ խնդիրը Հայաստան եւ դրսի գիտելիքների կրող լինելու փաստն է այստեղ, այսինքն հիմնականում իմ ամբողջ գիտելիքների պաշարը եւ գործունեությունը դրսից է գալիս ու հայերենով որպես այդպեսին կամ Հայաստանի միջավայրում շատ քիչ եմ գործունեություն ծավալել, ընդամենը 2 տարի է որ ակտիվ եմ Հայաստանում, դե դրսում այդ կին տղամարդը այդքան չի զգացվում ոլորտներում ով է գերակշիռ, հենց Հայաստան սկսեցի գործունեություն ծավալել, ես այդ նկատեցի, որ IT-ում հիմնականում տղամարդիկ են, AI ոլորտում առհասարակ եւ ընդհանրապես IT ֆաունդերները, հա, կամպանիաների հիմնադիրները կամ մեծ DC որոշում ընդունողները տղամարդիկ են, ու սենց մի հատ մշակույթ է ձևավորվել, որտեղ սովոր չենք, թե կինը տվյալ հարցին, կանացի մտածողությունը տվյալ մասնագիտության մեջ ինչ դրսևորումներ ունի, չեմ խոսում, որ հիմա ընդհանուր IT ասվածի մեջ կոնկրետ արհեստական բանականության մեջ էլ տարբեր ոլորտներ կան, հա, մեքենայական ուսուցում կա, խորքային ուսուցում կա, prompt engineering կա եւ այլն, այդ sense մի պատկեր ունեն, հա, այդ մեքենայական ուսուցումն է, այսինքն մեքենա սարքողն է, թե դրանց հետ այդ մեքենան ոնց է օգտագործվում արհեստական բանականության, ինչպես դրսևորել, այդպես մասնագիտություն որպես այդպեսին չեն ճանաչում, չգիտեն ու տղամարդիկ միշտ ինձ sense ով է այս աղջիկը, այս ինչ տարօրինակ բաներ է խոսում, ես ինչ հայկ եմ ես խելք սովորացնում, մենք դեմք էինք, մենք ոլորտում այս աղջիկը հանկարծ ինչի է քննություն։ Այդ միայն Հայաստանում դրսում գենդը այդ աղջիկն է, թե տղան է, այդքան չեն ասում, ինչքան այստեղ եկել է ես սենց, գիտես ինչ պաշտոնի եմ, ինչ կոդեր եմ գրում, դու եկել ես կասկածի տակ ես դնում իմ կոդերը կամ իմ պրոդուկտը, չէ որ ես, չգիտեմ, ալգորիթմ էի լուծում։ Ամենամեծ խնդիրը դա էր հոգեբանական, որ մտա, որովհետև քանի որ ունեմ սոցիալական կրթություն, նաև ոչ միայն տեխնոլոգիական կրթությունն է գերակշիռ մոտս, կարողանում եմ երկու աշխարհների համեմատությամբ նայել որևէ գործիքի, այսինքն, okay, արհեստական բանականությունը ինքը կոդով ես գրել, հա, տեխնիկական բազա ունի, բայց վերջի մարդկային լեզվով ես իրան օգտագործում, եւ այդ կարող է լինես այդ մարդկային լեզվի, հա, human language model, այո, իսկ բնականաբար տեխնոլոգիական կրթության մարդիկ շատ քիչ են տերապետում սոցիալական գիտություններին, ուր մնաց, այսպես մտածում են մեքենան մենք ենք սարքել, ուրեմն մենք կկարողանանք իրան օգտագործել առանց սոցիալական։ Բայց արյութես, որ այդքան էլ այդպես չի։ Բացարձակապես ահավոր վատ են օգտագործում, ովքեր որ train են արել կամ ստեղծել են այդ մեքենան։ Շատ ծաղելի է։ Հա, ամենավատը իրանք են օգտագործում, քան սոցիալական կրթության կրողը, որովհետև ախորհրդակցման մեթոդը սոցիալական գիտությունն է, հա, մարդկային լեզուն է, ու իրանք քիչ բագաժ ունեն, հա, քիչ դատա ունեն, ու հա, առհասարակ մարդկային շփումների մեջ էլ իրենք սովորաբար այդքան շատ չեն, դրա համար իրականում շատ հաճախ նաև իրենց հրավիրելուց էլ այդ խնդիրը մենք ունենք, էլի հրավիրելիս մարդիկ շատ հաճախ կարող են մերժել զուտ ասելով, որ այտենց public բաների չեմ մասնակցում։ Լավ։
Հա, այնպես որ, այո, մտել եմ դաշտ, որտեղ շատ հետաքրքիր խնդիրների եմ բախվում, մոտեցումներս ստերեոտիպիկ չեն, նպատակներս անհատական չեն, մեծ են, գլոբալ են, ազգային են, ու այդ լրիվ հակասում է դաշտում տեղի ունեցող։ Այն ամենին ինչ տեղի ունենում Հայաստանում, չէ՞, որովհետև հա իրականում ես եմ նկատել, որ Հայաստանում շատ նեղ են խնդիրները ու իրականում նաև շատ անձնական, ինչպես դուք ինքներդ էլ նշեցիք, ու այստեղ այդ մեծ մտածելակերպը, մեծ մտածիրը ոնց որ թե չի անցնում, փոխել եք, շատ բան եք փոխել, ինձ կամ սիրում են, կամ ատում են։ Այդպես միջին վերաբերմունք չկա, ես կամ դև եմ, կամ փրկիչ եմ։ Այդ ոչինչ։ Դա տենց է, փոփոխություն բերողը միշտ երկու ձևով անցալվում։ Այդ միջինը լավ չի։ Դե արհեստական բանականությունն էլ չէ, հիմա երկու կողմով անցալվում։ Հիմա կամ շատ սիրում են, կամ ընդհանրապես չեն սիրում։ Հա, կամ sense գիտելիքս առնում փախնում են փորձում են իրանց գիտելիքը ցույց տալ բան who cares խնդիրը ստեղ ավելի բան է ես գործիքին նայում եմ մի բան մի ռեսուրս որ ստեղծվել է գլոբալ մակարդակի փոփոխություն բերելու երկրի ոչ թե ինչ որ կամպանիա ստեղծելու successful startup ունենալու account-ը մեջը դնելու կամ այսքան աշխատատեղ ստեղծելու ընդհանրապես այս գործիքի մուտքով էկոսիստեմներ է պետք ստեղծել որտեղ գործիքը մի մոդելով չի եկել մենակ տեքստային մոդելով չի եկել, ինքը եկել է նկարային մոդելով, ինքը եկել է ձայնային, ինչ ամբողջ աշխարհը կառուցված է դրա վրա եւ սա էկոսիստեմ կարող է իրա վրա կառուցել, եթե յուրաքանչյուր մարդ որոշակի չափով կարողանա օգտվել այս գործիքներից։ Ես իրանց հատուկ գործիք եմ ասում, ժամանակ կար ռոբոտ էի ասում, ասա հետևիցս այդ ռոբոտ բառը կրկնում են չգիտես ինչի։ Հիմա որոշեցի գործիք ասել, որ գոնե բան չանենք, էլի։ Մեր հաջորդ հանդիպմանը կբարձենք, որ բոլորը արդեն գործիք բառ են օգտագործում։ Հա, ես ապշում եմ այդ դրա վրա, էլի։ Երբ որ ասում ենք ռոբոտ, մարդիկ միանգամից պատկերացնում են, թե ինչ նկատի ունենք։ Երբ ասում ենք գործիք, հələ արհեստական բանականությունը շատերի մոտ որպես գործիք չի ասոցացվում։ Հենց ասոցիացիաների խնդիրներ ունենք երևի, դրա համար էլ ռոբոտը ավելի ազդեցիկ է։ Ռոբոտն ասում որտեվ լավ չեն ճանաչում։ Գործիք են ասում, երբ որ ինքն է արդեն ղեկավարում իրան։ Արհեստական բանականությունը ճիշտն ասած, սենց ասեմ, մեր նման փոքր երկրի համար եկել է մի հատ ժամանակ, որ եթե կա այս հնարավորությունը շատ ճիշտ կողմնորոշվելու, շատ ճիշտ ինֆրաստրուկտուրաներ ստեղծելու ու միջոցով մենք կկարողանանք շատ արագ զարգացում ապահովել առանց կառավարության ընդգրկվելու, այսինքն անհատական մակարդակի եթե կրթությունը ստանում ես, օգտագործել գիտես, այսպես ասեմ 24000 AI պլատֆորմ կա արդեն շուկայում, բոլոր ամեն ինչի համար նախատեսված լոգոյի համար, խմբագրելու, ճկուտի համար, բանի համար, ամեն ինչ է, ճկուտ AI է արդեն ստեղծվել ու այդ 24000 պլատֆորմների նավիգացիոն, այսինքն ավարկելով օգտագործելու դեպքում ոնց որ քո ձեռքի տակ հազարավոր աշխատողներ ունենաս, դու իմանաս, որ աշխատողից ինչպես ինչ ես ուզելու։ Առաջ դու քո աշխատողին հրաման էիր տալիս բառով, հիմա այդ պլատֆորմը բացում ես, հրամանը գրում ես, այսինքն prompt engineering-ի միջոցով դու սկսում ես իր լեզուն հասկանալ, ինքը քո product-ը տալիս է, դու վերցնում ես, տանում ես մյուսների վրա։ Այսինքն հիմա մեկ մարդ կարող է ունենալ իր ձեռքի տակ առնվազն 100 աշխատողի կարողություն, եթե տիրապետում է արհեստական բանականության հրամանների ինժեների մասնագիտությունը։ Prompt engineering-ին, այո, բայց այդտեղ հրամանների, ես այս բառը չեմ սիրում որ արհեստական բանական prompt-ը չգիտեմ ինչպես է թարգմանվում։ Հրահանգ ավելի ճիշտ։ Հրահանգներ, հրաման, որ ասում ենք մի քիչ արհեստական բանականության մասին այստեղ զգույշ խոսենք, էլի։ Չգիտենք, վաղը մյուսը ինչ տեղի կունենա։ Չես կատակել զուտ։ Հրահանգների ինժեների մասնագիտությունը որպես այդպեսին շատ հետաքրքիր մասնագիտություն է ու շատ մեծ challenge կա մեջը, մարտահրավեր, դու չես կարող ապահով լինել, որ դու իմացար, էսենց պետք է աշխատի։ Մեկ է տեսնում ես մյուս ամիս մոդելը լրիվ փոխվել է, լրիվ ուրիշ train արած մոդել է դուրս եկել եւ դու պետք է կարողանաս համ այս մոդելների միջև խոսակցությունը ճիշտ բռնացնես, որի արդյունքում ստանաս քո product-ը, համ այնպիսի զարգացումը, որ քեզանից կամ որևէ մեկից կախված չի, այլ օգտագործողների դատաբազայի եւ բանի։ Դրա համար այս վերջերս ռուսերեն բառեր եմ օգտագործում, ուրախ начеку, հա, միշտ պետքա
Բայց ոնց հասցնել Մարիամ։ Տեսեք, դուք զբաղված եք, ինչ դուք էլ էլի տենց շատ զբաղված եք, նաև մայրիկ եք երկու երեխաների, ոնց հասցնել մնալ այս ամեն ինչի մեջ, ոնց հասցնել մնալ տրենդի մեջ։ Ես այդքան զբաղված չեմ, ինչքան դուք, բայց մեկ-մեկ զգում եմ, որ ուղղակի հետ եմ ընկել, չեմ հասցնում փորձարկեմ, չեմ հասցնում հասկանամ, որն է ավելի լավը։ Իրականում երկու խորհուրդ կտամ։ Ընդհանրապես ես նկատեցի, որ Հայաստանում շատ կոմֆորտ ապրում են մարդիկ, ասենց մի բան են սովորում, հանգիստ բան։ Սովորելը որպես կենսաձև չեն պահում իրանց մեջ։ Մեծ քաղաքներում եւ մրցակից քաղաքներում դու գիտես, որ եթե դու այս րոպե ինչ սովորեցիր, ինչ որ մեկը վերցնելու է։ Այդ շատ սովորել դարձնելու եք ձեր կենսաձևի մի մաս ամեն օր պետքա գոնե թարմ գիտելիք ձեռք բերեք 15-ից 30 րոպե, հա, ձեր setting-ը, այտենց պետքա նստացնեք։ Ու օֆիցիալ պետքա չլինի, եթե դու մի ոլորտի մասնագետ ես, դու պետքա քրքրել իմանաս, այդ քրքրը ինչ որ միտեղ ոչ միտեղ չի գրված էդի, հա, դու քրքրելով ես դա իմ։ Ձեր կենսաձև ես դարձնում դա քեզ համար։ Երկրորդը mentorship չեմ տեսնում Հայաստանում նկատեցի բոլորը ամեն ինչ գիտեն եւ իրանք կարծում են իրանք ամեն ինչ գիտեն։ Այո, ինչ որ մեկ փորձից է տալիս, որ ոչ մեկը ոչինչ չգիտի։ Ասենք այդ բաց լինելու գաղափարը, մեկը մեկից հարցնելու գաղափարը, գիտելիքը մեկը մեկի հետ կիսելու գաղափարը մշակույթը չեմ տեսնում։ Մարդիկ մտածում են, որ ամոթ է հարցնելը։ Հա, որտեղ ինքը համարվել է ChatGPT-ի մասնագետ։ Չէ, տեսեք, առհասարակ որևէ գիտելիքի մասին հարցնելը շատ հաճախ համարում են ամոթա, որովհետև ամոթա չիմանալը, հա, ամոթա, որ ես սմարթուն ասեմ, որ ես այս ինչը չգիտեմ։ Ինչ ես խոսում։ Չգիտեմ, չէ, ես այդ մարդկանց չեմ հասկանում։ Ես այդ մարդկանց չեմ հասկանում, բայց այդ գաղափարը ես նկատել եմ, որ շատ կա մարդկանց մեջ։ Այսօր չգիտեմ, վաղը կիմանամ, ինձ շատ հետաքրքիր է ոչ իմ ոլորտի մարդկանց հետ շփումը, իրանց կարծիքը տվյալ երևույթի հետ, որովհետև ամեն դեպքում դրանով դու աշխարհայաց ես ձևավորում, հա, երևույթին տարբեր անկյուններ։ Այդ երկրորդ գիծն է, որ քեզ միշտ պահում է զարգանալու տեմպի վրա։ Որովհետև եթե դու օրական 30-ից կամ 30 րոպե կամ 15 րոպե քո կրթության վրա ես ներդրում անում, դու պատկերացրա շաբաթը քանի օր ունի, ու այդ 15 րոպեն հաստատ կգտնվի օրվա մեջ, էլի։ Իրականում հա։ Ու դու կուտակելով սա մասնագիտական ինտուիցիա ես զարգացում, մտածելակերպ ես ձևավորում, որ նոր մոդելը որ հելնում է, դու 0-ից չես սովորում, դու արդեն 90 քանի տոկոս բագաժ ունես, ընդհանրապես ոնց է աշխատում, այն 10%-ը արագ նստում սովորում ես։ Սա երևի կրթական համակարգի կամ չգիտեմ ինչից է, հա։ Եվ մենթալիտետի խնդիր ունենք, եւ կրթական համակարգի խնդիր ունենք։ Մարդիկ այսօր մտածում են, որ պիտի գնան համալսարան, 4 տարի սովորեն, ստանան իրենց մասնագիտությունը եւ վերջ այդքանը իրենց բավականական ամենաշոտ մի հատ էլ մագիստրատուրա տան, 1 տարի, 2 տարի այդքանը բավական է, որ իրենք դառնան մասնագետ, բայց չէ։ Ուզում եմ այս պատմությունը պատմեմ 17 թվականին եւ աղջիկս ծնվեց առաջին անգամ, դե նորացին երեխա, ես է բիզնես ոլորտից մի անգամից տանն եմ մնում, փոքր լեզուն չեմ հասկանում 24 ժամ վրասա խենթանում էի ես դրանից ու հաստատ չէի ելնի նորից բիզնեսի մեջ, որովհետև երկար ժամանակ բիզնեսը ժամ օր չունի, այսպես Kindle առա ես ու կրծքով կերակրելու ժամանակ 700 գիրք ունեի, այսպես փոքր թղթային գիրքը ժամերով ուտում կամ քնում էր ձեռքից, ես Kindle-ով հասցրեցի 200 գիրք կարդալ օգտագործելով այն ժամանակահատվածը, որ կրծքով կերակրում էի։ Այսինքն, երբ որ քո բաները, մենտալիտետը, mindset-ը դրած է, որ կրթությունը կապ չունի դու ինչ վիճակում ես մայր ես, կրծքով ես կերակրում, թե օֆիսում ես, այն պետքա կրթվես, քո ժամանակը բան, այդ ամեն դեպքում լուծումը կգտնես։ Հա, իհարկե, ցանկացած դեպքում, եթե դու ունես նպատակ, եթե դու ուզում ես ինչ-որ բան անել, հաստատ հնարավորություն գտնում ես, էլի հնարավոր չի չգտնել հնարավորություն։ Ուղղակի հնարավոր չի։ Հիշում եմ ընկերուհիներս հեռախոսների մեջ էին, երեխու ձեռը սենց բան արած, ամբողջ օր սոցիալական, ես սենց Kindle-ով այդ ասում են, ինչ ես անում, ասում եմ, գիրք եմ կարդում։ Իսկ բարձր եք կարդում։
Չէ, քնում էր երեխան, դե Kindle-ը թղթային է։ Չէ, բարձր կարդում նկատի ունեմ երեխայի նաև զարգացման համար։ Երբ որ մեծացավ արդեն բարձր սկսեցի կարդալ, հատուկ գրքեր էի կարդում իր համար, բայց ժամերով ինքը իմ ձեռքն էր, չէի կարող ես իրան թողնել, հա 6-7 ժամերը խոհետ էի, պատկերացրեք ինչ երգ չէ, երջանիկ օրեր 6-7 ժամ դու գիրք ես կարդում։ Ես խնդրում եմ գիրք կարդալու համար, բայց իրականում ես ֆիզիկական գրքերն ավելի շատ եմ սիրում, անկեղծ կլինեմ։ Չէի կարող բռնել ֆիզիկական գրքերը, դա այդ մեկը կարող էի։ Հիմա վերադառնանք արհեստական բանականության, վերջացնեմ միտքս։ Այո, շատ մեծ հնարավորություն դարաշրջան է եկել, որ դու կկարողանաս այս գործիքները, եթե տիրապետում ես այդ գիտելիքին, ինչպես օգտագործել, իսկ այդ գիտելիքը դեռ ոչ միտեղ ամրագրված չի, դա մենակ mentorship-ի կամ փորձը մարդուն փոխանցելու միջոցով կարող ես ստանալ այդ գիտելիքը ու եկել է այդ պահը։ Իսկ մենք չենք օգտվում դրանից։ Մենք հայ հասարակությունը նկատի։ Այո։ Մենք չենք գիտակցում դրա ուժը։ Ինչ որ մեկն էլ որ ասում է, չենք մտածում, որ հետաքրքիր է, օրինակ բանկային համակարգի մեջ ինչ փոփոխություն կբերի generative AI-ների օգտագործումը։ Ու արդեն բերում է շատ լուրջ փոփոխություններ իրականում։ Հետաքրքիր է, օրինակ ենթադրենք ապայի, հա, ավտոմեքենաների ապահովագրման կամ traffic jam, հա, այնտեղ պրոբկեք, ճիշտ ասացի, խցանումները եւ կան smart city գաղափարը, հա, դու կալկուլյացիան ոնց անես, որ եթե այստեղ պարբերաբար ավտոավարիաներ են տեղի ունենում, ինչ լուծումներ կա ոչ միայն մարդկային մակարդակի, այլ generative AI-ը համաշխարհային փորձի համապատասխան հանդիպող դեպքերում ինչպիսին է արել շինարարության մեջ, ինտերիեր դիզայնի մեջ, հա 3D ռենդերինգների բաների մեջ, բոլորի գործիքները շուկայում բաց դրած է։ Այսինքն սկսած հատակագծի ստեղծումից վերջացրած այդ շենքի ներքին վիդեոյի հանյութ բոլորի գործիքները կա։ Էլ չեմ ասում, որ եթե մի գործիքի մասին որևէ բան չգիտես, կարելի է հարցնել ցանկացած LLM մոդելի ու հենց իր հետ փորձել սովորել, էլի։ Արհեստական բանականությունն էլ այստեղ կարող է լինել տենց ճակերտավոր փոքրիկ ուսուցիչի դերում ու հենց իր հետ կարող է սովորել։ Ուղղությունները տալիս է, ուղղակի ասում եմ, փոքր երկիր ենք, քիչ ռեսուրսներով, շատ քիչ ռեսուրսներ ունենք։ Շատ բաց մտքով պետք է լինենք, ճիշտ բայի ամեն մեկս մեր չափով եւ նաեւ գլոբալ չափով օգտվելու ու փորձի փոխանակում կազմակերպելու այդ առումով։ Դրա համար շատ լավ է որ այդ ոդքասթը արել ես ընդհանուր խոսալու, բայց կուզենայի որ պրոֆեսիոնալ մարդկանց ավելի կանչեիր, որ պրակտիկ կիրառության մեջ դնեին արդեն հաջորդ օրը իրանց գիտելիքները։ Մի օրինակ եմ ուզում բերեմ, շատ հետաքրքիր։ Ես հիմա դասավանդում եմ մայրական դեկրետում եղած աղջիկների, որոնք առնվազն 3 տարի չեն աշխատել մամաներին։ Հա, առնվազն 3 էր ճիշտ։ Առնվազն, հա, շատ հետաքրքիր խումբ է ինձ համար, ինքը բոլորը իմ օրի են, բայց ուղղակի ես շատ շուտ եմ հելել շուկա, իրանք ուր, լրիվ ուրիշ ու փորձում ենք իրենց պրոյեկտների վրա աշխատել։ Աղջիկներից մեկը լեզվաբան էր անգլերենի մասնագիտության ու պարզվում է Հայաստանի մեծ մասը անգլերեն է ուզում տիրապետի սովորի։ Հա, անգլերեն դեռ թրենդային է, էլի։ Ու AI գործիքներով մի հատ հետաքրքիր տեխնոլոգիա ստեղծեցինք, որ ավանդական թուղթ ու գրիչը կամ գիրքը ոնց որ ձանձրույթ կամ բան է առաջացնում կամ այդքան հիշողության մեջ հեշտ չի մնում։ Գոչունին դե երկեր ստեղծող AI-ներ, որը ներառյալ բառեր է կարողանում գեներացնել։ Հա, ու հայերեն ու տարբեր լեզուներով։ Մենք հասկացանք, որ բազային անգլերենի հետաքրքիր lyrics, ահա, երկի բառեր կարող են գրել այդ նոր բառապաշարով ու այդ երգը անմիջապես այդ մարդու ճաշակի երաժշտական բանով կարող են երգ ստեղծել։ Ու երգերը սովորելը իհարկե շատ ավելի հեշտ է ու համեն լսում ես չես օրինակ։ Հա, ուղղակի լսում ես 1, 2, 3 անգամ ու արդեն տիրապետում ես։ Նայեք, պատկերացրեք քո աշակերտը ջազ է սիրում, հա, ջազային բանի հիփ-հոփ եւ ջազի խառնուրդը, բառապաշարը 12 նոր բառախ, երգի մոդելով գրված, երգի բառերի մոդելով գրված,
երգ անմիջապես գեներացնում ես, ուղարկում ես քո աշակերտին եւ տեղում է լսում եւ ինքը դռնից դուրս գալուց այդ երգը պարբերաբար մի 3-4 անգամ իրան թույլ կտա լսելու, որովհետեւ անհատական մակարդակի է գեներացրած այդ երգը։ Ավտոմատ խարիսխվում է երաժշտական մյուզիկի հետ, բառը խարիսխվում ու հիշողությունն էլ ինչ է, հա, խարիսխումների միջոցով, քանի զգայարաններով դու իրան պահեցիր հիշողության մեջ։ Երաժշտությունը իրան կստիպի բառերը հիշել, բառերը կստիպի երաժշտությունը հիշել, այսպես թելի կծիկի պես, այո։ Ու այդ դեպքում ոնց որ քո այսքան ժամանակը, որ պետք է նստեիր գրքով սովորեիր կամ անգիրանեիր այդ բառերը, դու այսքան ժամանակում մի քանի անգամ այդ երգը լսում ես ու ինքը շատ հավեր եւ երկարատև եւ կարճատև հիշողության մեջ մնում է։ Մեթոդիկան փոխեցի եւ սա գործիքով արեցինք։ Շատ հետաքրքիր use case-ը, ընդհանրապես չէի մտածել, ես էլ փորձեմ։ Իսպաներեն եմ հիմա ուզում սովորեմ, ֆրանսերեն, շատ արագ ես սովորում, գեներացնում ես այդ երգերը ու 1 րոպեում 2 երգ, 1 րոպե չէ 20 վայրկյանում 2 երգ գեներացվում է։ Հաջորդ մեթոդիկան, որ կիրառեցինք տեղում, դասը պատմել կամ դասը կարդալը։ Մենք ոդքասթի վերածեցինք, գոյություն ունի հատուկ մեթոդ, որը ուղղակի նարատիվով չի կարդում դասը, լցնում ես, ինքը հարցադրումներով, key point-ներով սկսում է ոդքասթ տանել 2 վայրկյան տևեց։ Ու այդ ոդքասթից հետո երեխան ավելի լավ հիշեց ամբողջ կոնտեքստն ու նոր բառերը, քան ուղղակի դասը կարդալու բանալը։ Հա, իրականում այս էլ է շատ հետաքրքիր տարբերակ, մեզ լսողների ու դիտողների համար կասեք, որ գործիքով արեցիք 11 Labs-ը եւ Sunon։ Ֆանտաստիկ։ Նոթբուք-ը էլ կարող եք օգտագործել օրինակ ոդքասթներ ստեղծելու համար։ Նոթբուք 11 Labs-ը երկուսն էլ գիտեմ ինչպես է անում, նոթբուքը առաջինը membership պետք է ունենաս Gemini $20-անոց, որ դու կարողանաս Notion-ի օգտագործել, որովհետև ինձ միշտ այդ հարցը տալիս են փողով թե ջրի։ Հայաստանում այս տենդենսն էլ կա, վճարելուն սովոր չենք։ Հա, ես այդ սկզբում չէի հասկանում այդ բանը, էլի, ժողովուրդ, այս մարդը մեծ տեխնոլոգիա է դրել, բնականաբար փողով պետք է գումարով պետք է լինի։ Հետո ես հասկացա, որ սա մշակույթային ինչ-որ բան է։ Հա, մենք երգ լսելու համար պատրաստ չենք վճարել ու տենց շատ բաների համար, գիրք կարդալու համար պատրաստ չենք վճարել։ Պատկերացրեք, այս մեթոդիկան մտնում է անգլերենի ուսուցման բուն հիմքերից մեկը, որի վրա ոչ մի գումար չես ծախսում որպես այդպեսին, եւ դու ստանում ես շատ արագ որակյալ անգլերենի կրթություն ստացած ինչ որ մասը։ Ահա, այս դեպքում արդեն այո, մենք կունենանք երկիր, առավել եւս որ դուք էլ նշեցիք, որ շատերն են ձգտում անգլերեն սովորել մեր երկրում։ Իրականում հա հետաքրքիր տարբերակ է շատ։ Ու խոսենք նաև AI ակադեմիայի մասին, ձեր ստեղծած, դուք համահիմնադիրն եք AI ակադեմիայի, այստեղ նկատեցիք այդ բացը, որի մասին քիչ առաջ խոսում էինք, որ կարող ենք օգտագործել արհեստական բանականությունը ամեն մեկս մեր չափով ու որոշեցիք հիմնել AI ակադեմիան։ Ուզում եմ խոսեմ մի կարևոր բանի մասին, հիմա ում հարցնում ես, ասում է AI-ի մասնագետ եմ, չեմ հասկանում իրականում դա ինչ է, ում հարցնում ես AI-ից է խոսում։ Ես էլ եմ նկատել, հա։ Բոլոր ինչ-որ տրեյնինգներ են իջացնում, ChatGPT, Hard Prompt, ChatGPT, robot, սենց ինչ-որ բաներ է ու առաջ սենց ասում եմ մի տարվա ընթացքում այս որտեղ սովորեցին, մի ձևի բաներ մոտս առաջանում, հետո հասկացա, որ մարդը որոշել է, որ դա տրենդային է, պետք է ասի, ես այս մասնագետն եմ, ես կարողանում եմ օգտագործել կնոպկաներ եմ սովորել, հա, ասենց։ Որտեվ մտքովս չէր անցնում, որ AI-ի մասնագետը դա կնոպկա ցույց տվողն է կամ ինչ որ prompt ցույց տվողը, հա։ AI մասնագետ պետք է մոդելների ընդհանուր ֆունկցիոնալությունից գաղափար ունենա, մոդելների զարգացումից, training data-ից գաղափար ունենա, այդ training data-ի ուժեղ թույլ կողմերից պետք է փորձառությունը ձեռք բերած լինի, prompt-ի ալգորիթմ պետք է իջացնի, էլի, սենց ու այդ ամեն ինչի մեջ ChatGPT-ին ես իր անունը դրել եմ Գրդոն, հա, Գրդոն բանն է, որ դասընթացի ժամանակ հիշում եմ, որ ասում եք Գրդոն։ Ինչն է բան, ոնց որ կապկատով ոնց ես արագ շուտ բանանում, վիդեո սարքում, գցում կամ Instagram-ի Reels-ը ոնց ես արագ սարքում, դա ChatGPT-ն է, ինքը mass market-ի համար է, բայց դու իրան որպես product-իդ կամ գործիդ հիմք ծառայող AI երբևիցե մի նախատեսի, ու որ
presentation-ների կամ խոսակցության ժամանակ ասում են դե ChatGPT, ես ասենք, արդեն բարձր է այդ ամենը։ Արդեն, okay, լավ, հասկացա, էլի, ասենք ChatGPT API-ի ինտեգրացիա, որ չեմ լսում ու բիզնեսի մեջ ասած, okay, լավ, հասկացանք։ Ես առաջ խոսում եմ, հիմա չեմ խոսում, ասում եմ, okay, այդ մարդը թող գնա դրանով ստանա։ Բայց չի կարելի այդքան թերագնահատել այս մակարդակի գործիքները, որովհետև եթե դու իրան իրոք լավ տիրապետում ես, ստրուկտուրային մեծ փոփոխություն կարող ես բերել, ու ակադեմիայի նպատակն էլ դա էր, որ ոլորտի արդեն փորձ կուտակած մարդկանց, հա, վիդեոյի, նկարի, մարքեթինգի, իրանց փորձառու աչքերը վերցնել, իրանց ցույց տալ ինչ գործիքներ կան, որ այդ process-ները արագացնում են, եւ իրանք այդ quality control որակի վերահսկողը լինեն, որ եթե AI-ը գեներացնում է մարքեթինգային ինչ-որ content, վահագնդ է նստած, գիտի այդ content-ը արդեն որպես փորձառու ինչպես կազդի, որակով է թե չէ, քանի տոկոս է, որտեղ է փոխելու, կամ առհասարակ փոխելու է թե ոչ, փոխելու է չէ, այսինքն դա է միակ լուծումը, մասնագետներին դու դաշտից չես հանում, որտեղ իրանք որակի վերահսկողը պետք է լինեն այդ փորձառությունը, բայց իր մասնագետները պետք է տեղյակ լինեն, թե այստեղ IT դաշտում ինչ գործիքներ կան իրանց ոլորտին վերաբերող։ Ակադեմիայի առաջին էտապը այդ կրթությունն էր, թե ինչ կա դաշտում, ով ինչ է անում, ինչ մոդելներ են, ինչ զարգացում են, որ մասնագետներին դեպի այս աշխարհ բերենք։ Շատ կտրված են իդեպ։ Որոշները հա, որոշները չէ, որոշները արագ են սովորում, որոշները դանդաղ են սովորում, մեծ տարիքի համար շատ ավելի դժվար է, փոքր տարիքի համար հնարավորություններ է բացվել, արագ կգնամ, տարբեր են, բայց մեծամիտները շատ են, դա այդ որ ասում եմ, բան չեն հարցնում, չեն զարգանում, խումբ չեն ստեղծում, մենակ են բոլորը, մենակ ասենց իրանց էգոյի վրա են կենտրոնացած, չեն մտածում, okay, ես ուժեղ եմ, բայց եթե Արշակին մարքեթինգի ոլորտից կամ Վահագին content writing-ի ոլորտից բերեմ ինձ միացնեմ, կարող է ավելի ուժեղանամ, կարող է մի հատ product ստեղծեմ, որ Ամերիկայի դուս անեմ։ Այսինքն այդ mindset-ը, որ անունների վրա է հիմնված Հայաստանում, չգիտեմ, Նարեկ, Պողոս, Պետրոս, չկա որ okay, Նարեկ ուժեղ է, Պողոսն էլ է ուժեղ, եկեք իրար հետ Նարեկի ու Պողոսի ուժեղ կողմերը համագործակցության միջոցով շատ ավելի մեծ product ստեղծենք, որպեսզի հանենք դուրս արդեն։ Դե այդ մենակ AI ոլորտում չի, մենք առհասարակ համագործակցող չենք շատ հարցերում։ Ահա, բայց ինչ որ միտեղից պետք է ինչ որ մեկը սկսի, այսինքն թեկուս կին։ Առավել եւս կին պիտի սկսի, որովհետեւ ոնց որ թե տղամարդկանց մոտ այդ չէր ստացվում։ Թեկուս մայր, երբ ժամանակ չունեցող կին։ Որովհետեւ չեն կարող այս մարդկանց այդքան տարվա գործունեությունը մասնագիտական շղթել, հա, իհարկե 15 տարի վիդեոյով զբաղվել այդ մարդը իր ամբողջ կյանքը դրել է, բայց կարող եմ հրավիրել IT աշխարհ կամ տեխնոլոգիայի աշխարհ, ցույց տալ գործիքը, որ ինքը կարողանա իմանա human touch and technology how they compete, հա, այդ ասում են augmented reality, հիմա artificial intelligence բնական արհեստական եւ բանական եւ augmented բանականություն էսա, այսինքն նոր բան է, որ հրամանը գալիս է մարդու կողմից, կատարում է artificial intelligence-ը ու չեն կարող շղթալ այդ, բայց ավելի մեծ մակարդակի, ավելի մեծ մասշտաբի product ստեղծելու երկրի համար մենք պետք է համագործակցենք իրաց, ոչ թե սրանից, գիտելիքը առափոխա, ես գնամ, այնտեղ մի երկու հատ բան կսովորեմ, ինչ որ կնոպկած ասենք ամոթ է էլի էդի իրոք ամոթ է այ դա է ամոթ ոչ թե հա ասենց երբեմն այդ գենդերային բան ասենք ես ավելի թասիբով եմ ես ավելի տենց մինչև վերջ նվիրված բանոտ եմ քան շատ տղամարդիկ չեն կարողանում այդ մինչև վերջ գնալ պայքարել դժվարությունները հաղթահարել ու հասկացա որ միսիաս մի քիչ փոխվել է Հայաստան Սկսել եմ բան անել, կռվարարություն անել Բայց շատ գոհ եմ այն ինչ ստեղծել ենք մինչև հիմա ակադեմիայի հիմքերի վրա Բացի պարբերաբար կրթությունից, այս պահին ես ու Վահագը
content marketing եւ SMM AI գործիքներով տալիս ենք, բացի այդ անհատական mentorship-ից կամ training-ից, որ տալիս ենք, մենք նաեւ product-ներ ենք ստեղծել, որ մինչեւ հիմա ոչ պետությունը, ոչ մեկ չէր արել ու այնպիսի սոցիալական հիմքով, որի ազդեցությունը շուտով կնկատենք, օրինակ ես ու Վահագը պարզեցինք, որ մանկական գրականություն մինչև 18 տարեկան երեխաների համար չի ստեղծվում Հովհաննես Թումանյանից Էնկոմ ստրատեգիկ անհատի ձևավորման, ազգային իդենտիֆիկացման, մարդկային գծերի ձևավորման, սփյուռքահայ հարաբերությունների բանը ձևավորվող մարդու համար, որպեսզի երեխանա չի ստեղծվում որևէ գրականություն։ Օդի միջից, եթե ծնողները կամ դպրոցը կարողանան ինչ-որ բաներ լցնել իր մեջ, կարա ինչ-որ բան, բայց ստրատեգիկ թե այս անհատը ոնց է զարգանելու, օրինակ հետաքրքիր բան պարզեցինք, որ ինձ համար իրոք շատ ցավալի էր, բանից պարզվում է գյուղեր կան Երևանից դուրս, որ տղամարդ չկա, որովհետև բոլորը խոպան են գնացել, ու 6 ամիս իրանք չկան այդ տարածքում, եթե գալիս են մի քանի հոգին են հետ գալիս, նշանակում է մի ամբողջ գյուղի երեխաների սերունդ տղամարդու երես, որպես այդպեսին չի տեսնում եւ որպես հոր կերպար եւ այլ։ Սիրո երեխայի զարգացումը ինչ է իրանից ներկայացնում, երկու գենդերների ծնողների այդ երեխուն ոչ մեկ պատասխան չի տալիս, պապան ինչի՞ց է չի, ինչի է մաման, ինչի է մաման։ Այս թեմաների շուրջ մի ամբողջ գրականություն է, pain point են ասում անգլերեն, հա, national pain points that has to be told. Why? Այս չկա։ Ու այս միգրացիան, էկոնոմիկան, պատերազմը սրանց երեխաներն են չէ, այդ պատերազմը ապրում 16 տարեկան, չկա ընտանիք, որ կորուստ չունենա մարդկային, այդ բարեկամական որևէ մեկի, ու այս հարցերի շուրջ ոչ մի բան չի ստեղծում, կարծես օդի միջից կախված սերունդ է այնտեղ պատահականության սկզբունքով, ով որ հետո զարմանում ենք, թե ինչի չեն սովորում, ինչի իմաստ չեն գտնում կյանքի մեջ, ինչի չեն հասկանում, որ նա հայը, հետո քննադատության շրջանն է գալիս։ Ստրատեգիկ նստում են խելացի մարդկանցով, կան գործիքները, հա, content creator ունենք բովանդակության ստեղծող, illustrator սարքող ունենք, կարող ենք հայկական հիմքի վրա, այո, կարող ենք հայկական լեզվով, այո, ինչն է պակասում։ Ու սկսեցինք տենց ես ու Վահգը որոշեցինք, որ Հովհաննես Թումանյանի հեքիաթները ամբողջովին բաղկացած է գյուղական կյանքի կամ դաժան բաներում, նկռնատ աղջիկը, հա, ասենց Արամիջոն լացում էր մի օր կարդաց, էլ չես կարդում, ասեցի, օքեյ, դարաշրջանը փոխվել է, 90% երեխաները ապրում են քաղաքում, եւ տեխնոլոգիան կողքից, հա, գալիս ընդհատում։ Ինչպես պետք է ծնողը քաղաքային կյանքին սովորացնի երեխան, հա, Արամիջոն մնում էր մկրատներ վերցնում դանակը կամ շտեպցելը։ Ես պետք է հեքիաթային մոդելով իրան նախապես զգուշացնեմ այս երևույթների մասին, թե դա իրանից ինչ է ներկայացնում։ Երկրորդը որպես ծնող կրթվեմ, թե ես ոնց պետք է իրան ներկայացնեմ։ Այս հիմքի վրա մենք սկսեցինք գրքերի շարաններ ստեղծել մանկական հեքիաթների storytelling եւ արդեն 10 գիրք, առաջին գիրքը արդեն 6000 տպաքանակով մարզերին բոլոր բաժանվել է Ագատ խանդների ցանցի հովանավորությամբ անվճար եւ մնացածը արդեն ուղղակի ինիցիատիվ է հաջորդը Սփյուռք Հայաստան եւ Արևմտահայերենի բառապաշարի ավտոմատ ներմուծումը մեր բանի մեջ որովհետեւ այնտեղ շատ ենք հեռացել շատ ով է հայը հարցին չեմ կարողանում պատասխանել որովհետեւ ով է հայը Սիրիահայ համայնքում լրիվ ուրիշ բան է Գլենդելի համայնքում լրիվ ուրիշ բան է Այսպիսի հարցեր կան, որ երբ որ ճանապարհորդում եմ ես այս երկրներով, հասկանում եմ, որ հայ ենք, բառն է նույնը, բայց այս մարդը երկար ժամանակ տեղյակ չի, որ այսպիսի հայ կա, եւ այս մարդը երկար ժամանակ տեղյակ ու շատ արմատից կտրված։ Այդ հարցի շուրջ կոնտենտներ են պետք ստեղծվել։ Չկա լավ լեզու կամ վատ լեզու, գործող հայրենիք ունենք արևմտահայերեն, արևելահայերեն լեզու դա վատը չի։ Էդի գործողը արևմտահայերն էլ չեն կարող մոռանալ։ Կա ինչ-որ պլատֆորմ, որտեղ կարող ենք նոր լեզու ստեղծել, իսկ ինչու չանենք, որպեսզի ինչ-որ միտեղից սկսվի այդ գործը։ Արհեստական բանականությունից եկա, հայկական մեր բանականությանը հասանք։
ու մեծ հաճույքով շատ երկար կխոսեի այս թեմայի շուրջ, բայց քանի որ մեր ժամանակն արդեն սպառվում է, այս ամբողջ ընթացքում խելոք նստած արհեստական բանականությունը լսում էր մեր զրույցը ու ձեզ համար հարցավ նախապատրաստել, եթե թույլ կտաք, ասենք Իմացա, որ հայկական հին ֆիլմերը արհեստական բանականության միջոցով թարգմանում եք անգլերեն։ Ինչ սկզբունքով եք ընտրում թարգմանվող ֆիլմերը։ Շատ բան գիտեր էլի։ Ահա, որոշ բաներ էլ ես պատմեցի։ Սուբյեկտիվ կարծիքի հիմքի վրա եւ այնինչ մանկության ժամանակ սիրված ֆիլմեր էին համարվում, հա տղամարդիկ ֆիլմերը, Ոսկե ցլիկը, որոնց անունները բոլորս, հա, մենք ենք մեր սարը։ Այդ սկզբունքով է ընդունվում, որովհետեւ մեջը կոլորիտ կա, դերասանական խաղ կա, սովետական նշույլներ կան, բայց ցույց է տալիս ոնց է փոքր երկիր այդ սովետական բաների դեմ պայքարում շատ հետաքրքիր ու շատ տաղանդավոր ռեժիսորներ են ունեցել, որ կարողացել են արվեստի միջոցով ցույց տալ, թե ոնց են սովետական բարքերի դեմ գյուղական համայնքի բաները այդ ոսկե ցլիկը դրալավ ու այս սրանց ցույց տալը աշխարհին, որ սովետական երկիր ենք եղել, բայց ոնց ենք եղել, շատ կարևոր է։ Հա, ես էլ եմ գտնում, որ շատ կարևոր է ու շատ կարևոր գործ եք անում, շատ կարևոր է հայկական մշակույթը նաև ու այս մասով ես ամենայն դեպս այլ տարբերակներ չեմ տեսել ու շատ կարևոր է որ դուք հենց այս գործը կատարում եք, անում եք աշխարհին պետքա ցույց տալ էլի, որովհետև Հայաստանի մասին շատ բան չգիտեն ու շատ բաներ էլ տենց տխուր նոտաներով գիտեն, դրա համար Հայաստանի մասին տենց ուրախ պատմություններ են պետք աշխարհին պատմել։ Այնպիսի պատմություններ, որ դեռ չեն լսել։ Այո, այդ բանը Դե ուրեմն սկսենք։ Ակնկալում եմ, որ մյուսը արհեստական բանականության on-line պլատֆորմի գիտելիքների փոխանցողը դու կլինես։ Օ, ես չի պատասխանատու գործ հանձնարարեցի։ Թվային դեռ չունենք։ Մտածենք այդ մասին։ Շնորհակալ եմ շատ ձեր ժամանակի ու հետաքրքիր բովանդակալից զրույցի համար։ Շնորհակալ եմ, որ միասին փակում ենք մեր եթերաշրջանը։ Մերսի։ Հարգելի լսողներ եւ դիտողներ, այսքանով ավարտեցինք մեր այսօրվա ոդքասթը եւ ավարտում ենք մեր եթերաշրջանը։ Շնորհակալություն նաեւ ձեզ մինչեւ վերջ մեզ հետ լինելու համար։ Նախորդ եթերաշրջանի ավարտին ես ձեզ խոստացա, որ 2025-ը շատ թեժ է լինելու AI ոլորտում եւ այդպես էլ կա, այնպես որ ոլորտի նորություններին հետևեք, փորձարկեք նոր գործիքներ, մնացեք տրենդի մեջ։ Դե իսկ վերջում չմոռանաք բաժանորդագրվել Բուն TV YouTube-յան ալիքին հետաքրքիրն ու կարևորը բաց չթողնելու համար։ Իսկ ես ձեզ ասում եմ մնաք բարով։